Ես կամավոր եմ։ Սոֆիան կամավոր դարձավ, երբ դպրոցից հետո առաջին տարում նախընտրած բուհի հավանած ֆակուլտետը չընդունվեց։ Միացավ Թինսլայվի թիմին համալրելու դեռահասների համար նախատեսված տեղեկատվական հարթակը։ Բարդ հոգեբանական շրջանը հաղթահարեց հանրօգուտ աշխատանք անելով։ Ինձ էլ շատ ծանոթները տենց են ասել, թե ինչու ես զբաղվում, ժամանակդ վատնում ես անկապ տեղը, գումար չես ստանում դրա համար, ու ես բոլորին բացատրել եմ, որ իմ խնդիրը տվյալ գումարը չի, այլ ինչ-որ մի բան սովորելը։ Աշխարհի բնակչության շուրջ 20%-ը կամավոր է։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով մեր երկրում կամավորական աշխատանքով է զբաղվում մոտ 300,000 մարդ, հիմնականում 15-ից 30 տարեկաններ, բայց աշխատանքի այս տեսակը միայն երիտասարդների համար չէ։ Տարբեր երկրներում մշակույթը կա, որևէ տարիքում մարդը կամավորական գործունեության մասնակցում է, որ առանց սահմանափակ լինի 80 տարեկան, լինի 60 կամ 10 կամ 15, հա, ինքը բոլորի համար է։ Ինչա նաև տարիքով մեծերի համար դա նաև հնարավորություն է իրենց փորձը, գիտելիքները կիսվել, դա նաև ակտիվ ծերացման մեխանիզմներից մեկն է։ Հայաստանում ոլորտը կանոնակարգելու քննարկումներ դեռ 2006 թվականից են սկսել, բայց կամավոր աշխատանքի մասին օրենքը գործադիրը հաստատեց, օրենսդիրն էլ ընդունեց 2023-ին։ Նախատեսվեցին իրավական մեխանիզմներ մեր երկրում ինստիտուտի կայացման ու մշակույթի զարգացման համար։ 3 տեսակի խումբ կառույցներ կարող են ընդգրկել, դա պետական, շահույթ հետապնդող կառույցները եւ պետության կողմից ստեղծված շահույթ հետապնդողները, որոնց սեփականատերը պետությունն է։ Այսինքն բոլոր դեպքում գաղափարախոսությունը կամավոր ներգրավելու կամավորական դա հանրային օգուտն է։ Այսպիսով կանոնակարգվեց նաև կամավորական աշխատանքի հավաստագրերի, այսպես ասած, առուծախը։ Բազմաթիվ հատկապես կրթական կառույցներ ընդունվելու կամ արտոնյալ զեղչեր ստանալու համար այսպիսի փաստաթղթերն ընդունելի են։ Կային կառույցներ, որոնք օգտվում էին առիթից ու շահագործում պատանիներին, երիտասարդներին։ Եթե որևէ կառույց իրավունք չունի կամավորներ ներգրավելու, կարա դիտարկվի որպես չգրանցված աշխատողի սկզբունքը դա արդեն ընկնում է այլ լիազոր մարմինը արդեն ունեն վերահսկման ֆունկցիաներ։ Կամավորի տեղեկանքների տրամադրման կանոնակարգել ենք դա միայն պետության կողմից հստակ սահմանված կարգով կարող է տրամադրել ու դա միայն e-work համակարգով կարող է լինել։ Այլ տարբերակով պետությունը չի ճանաչում որևէ կամավորական տեղեկանք։ E-work-ը նախարարության ստեղծած տեղեկատվական հարթակն է Հայաստանի աշխատաշուկայի մասին։ Այստեղ առանձին ենթաբաժնում կարող են գրանցվել թե կամավոր փնտրողները եւ թե նրանք, ովքեր ուզում են հանրօգուտ աշխատանք անել ձեռք բերել փորձ, հմտություններ։ Մարդասոցիալիզացումը, փափուկ հմտություններ է ձեռք բերում կամավորության ընթացքում, նաև սոցիալական կապիտալ է ձեռք բերում, հետագայում այլ երկրների փորձը ցույց է տալի, որ մարդիկ ավելի հեշտ են աշխատաշուկայում ինտեգրվում։ Թեև օրենքում խստացումներ չկան, բայց կամավոր ներգրավող կազմակերպությունները պարտավոր են երաշխավորել առողջ անվտանգ պայմաններ աշխատանքի համար, չոտնահարել նրանց արժանապատվությունը, գործուղումների դեպքում վճարել։ Հիմա օրենքի կիրարկման փուլում նախարարությունը շահագրգիռ կողմերից հավաքում է կարծիքներ, առաջարկություններ առաջիկա լրամշակումների համար։